Ողջույն հարգելի շներ, սա ձեր հորոսկոպն է 2026 թվականի համար։ Սկսվել է ձիու տարին փետրվարի 17-ից, դեռ շատ չի անցել եւ դեռ ամբողջ տարին մեր առջևում է, եւ կարող եք նաեւ այս տեսանյութից ինչ որ բաներ քաղել ձեզ համար, վերլուծել ինչը եղել է, ինչը ոչ, ինչը դեռ նոր է լինելու ձեզ մոտ։ Բավականին շատ թեմաներ կշոշափենք այս տեսանյութում, անձնական կյանքը, աշխատանք, կարիերա, ամիսներ, որոնք լավագույնն են, ինչ պետք է անեք, ինչ պետք է չանեք, որ ուղղությունները, որոնք որ պետք է փոխեք ձեր կյանքում, կամ միգուցե հարկավոր է իրոք ոչ թե տանից դուրս գալ գնալ մեկ այլ այն կողմ, այլ մյուս կողմ, որպեսզի հաջողություն ունենաք։ Եվ ովքեր որ ծնվել են 1934, 46, 58, 70, 82, 94, 2006 և 2018 թվականներին, ապա դուք համարվում եք շան նշանի տակ ծնված մարդիկ։ Եթե ծնվել եք օրինակ հունվար, փետրվար ամիսներին, պետք է լավ երկար ուսումնասիրել, արդյոք շան տարում եք ծնվել, թե դեռ աքաղաղի տարում եք։ Այդ ամենի համար կարող եք նայել Facebook-ում, եթե չկա, ես կնայեմ, եթե չկա, ես եւս էլի կտեղադրեմ, իսկ Facebook-ի կամ մեկ այլի մալիքների հղումները բոլորը գտնվում են մեկնաբանության բաժնում։ Եվ այսպիսով 2026 թվականին կարմիր կրակեցի ու ազդեցության տակ շների համար սկսվում է փոփոխությունների ու նոր փորձությունների շրջան։ Տարվա էներգիան ակտիվ է եւ ձեզ կմղի դուրս գալ սովորական կյանքից ու ավելի համարձակ քայլեր անել։ Բայց պետք է նաեւ խելամիտ լինել, որովհետեւ շտապ որոշումները կարող են հոգնածություն ու լարվածություն բերել։ Ամենակարևորը պահպանեք ներքին հավասարակշռությունը եւ չդավաճանեք ձեր սկզբունքներին։ Սեր եւ հարաբերություններ։ Սիրո ոլորտում կարող են լինել փորձություններ ու անսպասելի բացահայտումներ։ Միայնակ շները կարող են հանդիպել մարդու, ով կհիշեցնի վստահության ու անկեղծության կարևորությունը։ Իսկ հարաբերությունների մեջ գտնվողները կարող են տատանվել կայունության ու ազատության միջև։ Կարևոր է չթողնել, որ հպարտությունը խանգարի հարաբերություններին։ Աշխատանք եւ կարիերա։ Այս տարին ակտիվ ու հագեցած կլինի։ Հնարավոր են նոր նախագծեր, համագործակցություններ կամ նույնիսկ աշխատանքի փոփոխություն։ Անցած տարվա ջանքերը կսկսեն արդյունք տալ, հատկապես տարվա երկրորդ կեսին, բայց մի վերցրեք ձեզ վրա շատ գործ, չհոգնելու համար։ Գործընկերների աջակցությունը շատ կօգնի։ Ֆինանսներ։ Ֆինանսական վիճակը հիմնականում կայուն կլինի, բայց պետք է զգույշ լինել ավելորդ ծախսերից, հատկապես հաճույքների վրա։ Լավ կլինի ներդրում անել գիտելիքների ու մասնագիտական զարգացման մեջ, այսպես ձեր եկամուտները կամաց կաճեն։ Առողջություն։ Պետք է ուշադրություն դարձնել ձեր հոգեկան վիճակին, կարող եք արագ հոգնել կամ նյարդայնանալ։ Ավելի շատ ժամանակ անցկացրեք բնության մեջ, շարժվեք, զբաղվեք սպորտով կամ օրինակ յոգայով։ 2026 թվականը շների համար գիտակցված քայլերի, ներքին աճի ու հաջողության հասնելու ճանապարհն է։ Իսկ հիմա ավելի մանրամասն, աշխատանք եւ գումար։ 2026 թվականը շների համար ակտիվ ու արդյունավետ շրջան կլինի։ Կլինեն շատ հնարավորություններ կարիերայում առաջ գնալու համար։ Տարվա էներգիան ձեզ կմղի ավելի ակտիվ լինել, նոր գաղափարներ փորձել ու համարձակ քայլեր անել։ Տարվա առաջին կեսին, հատկապես մարտ եւ ապրիլ ամիսներին, աշխատանքը շատ կլինի եւ կպահանջի ուշադրություն ու կենտրոնացում։ Բայց ձեր աշխատասիրությունն ու համառությունը արդեն ամռանը կտան լավ արդյունքներ։ Ղեկավարության, ուսուցման, իրավական կամ ստեղծագործական ոլորտում աշխատողները կարող են հասնել ճանաչման ու առաջխաղացման։ Հատկապես հուլիսը հաջող ամիս է, ղեկավարները կարող են նկատել ձեր աշխատանքը։ Հնարավոր են նոր պաշտոնի առաջարկներ կամ նոր նախագծեր։ Կարող են նաև բացվել հնարավորություններ այլ քաղաքներում կամ նույնիսկ արտերկրում։ Եթե ունեք բիզնես, սա լավ ժամանակ է այն զարգացնելու, նոր գործընկերներ գտնելու ու առաջ գնալու համար։ Ֆինանսների առումով տարին խոստանում է կայուն աճ, ձեր խելամիտ մոտեցումը կօգնի ապահովել կայունություն։ Հնարավոր է լրացուցիչ եկամուտ կամ ներդրումներ, հատկապես անշարժ գույքի, կրթության կամ տեխնոլոգիաների ոլորտում։ Բայց զգույշ եղեք, խուսափեք անպետք ծախսերից ու կասկածելի գործարքներից։ Օգոստոսին եւ հոկտեմբերին կարող են լինել ռիսկեր, կապված չափից շատ
վստահելու կամ շտապ որոշումների հետ։ Սեր և ընտանիք։ Միայնակ շների համար 2026-ը կարող է բերել հետաքրքիր ու վառ ծանոթություններ, հատկապես մայիսին և սեպտեմբերին։ Հնարավոր է հանդիպեք մեկին, ում հետ հոգեհարազատություն կզգաք, բայց հարաբերությունը զարգացնելու համար պետք է լինել անկեղծ և չշտապել։ Եթե արդեն հարաբերությունների մեջ եք, տարին կարող է բերել որոշ փորձություններ, պետք կլինի համբերություն և վստահություն։ Ամռանը կարող են լինել թյուր ըմբռնումներ, երբ առօրյա հոգսերը կխանգարեն զգացմունքներին, որպեսզի պահեք խաղաղությունը, ավելի շատ ժամանակ անցկացրեք միասին և բաց խոսեք։ Ձեր զուգընկերը ձեր հանգստության և վստահության կարիքը կունենա։ Ովքեր ամուսնացած են, տարին կուժեղացնի կապերը հարազատների հետ, կարող եք միասին ինչ-որ բան անել, օրինակ վերանորոգում, տեղափոխություն կամ նույնիսկ կենդանի պահել։ Սա կօգնի ավելի միավորվել։ Եթե մտածում եք երեխա ունենալու մասին, տարվա երկրորդ կեսը, հատկապես նոյեմբերն ու դեկտեմբերը, շատ բարենպաստ է։ Ընդհանուր առմամբ 2026-ը կբերի ջերմություն ու զգացմունքներ, բայց պետք է զսպել բարկությունը, որպեսզի չվնասեք այն, ինչ ձեզ համար կարևոր է։ Իսկ հիմա ըստ ամիսների կխոսենք, արդեն ամիսներ կան, որոնք որ անցել են, ես պարզապես կանդրադառնամ դրանց, որպեսզի դուք եւս վերհիշեք, թե ինչ եղավ այդ ժամանակ։ Դեկտեմբերի 20-ից մինչև փետրվարի 16-ը դա համարվում է հունվար ամիսը։ Հունվարը ավարտվում է կանաչ օձի տարին։ Շների համար սա հին գործերը փակելու ու ամփոփելու շրջան է։ Լավ չէ շտապել նոր ծրագրերով, ավելի լավ է ավարտել սկսած գործերը ու հանգստանալ։ Կարող են լինել տրամադրության անկումներ, տատանումներ։ Դրա համար կարևոր է ուշադրություն դարձնել հանգստին ու տան խաղաղությանը։ Ֆինանսները կայուն են, հարաբերություններում կա աջակցություն ու անկեղծություն, նաև անկեղծության պահանջ։ Պահեք հանգստություն ու շնորհակալ եղեք անցած շրջանի համար։ Փետրվարը դա փետրվարի 17-ից մինչև մարտի 9-ն է։ Սկսվում է կարմիր ձյու տարին և կյանքում փոփոխություններ են սկսվում։ Սա նոր հնարավորությունների, ոգեշնչման ու նոր սկզբների ամիս է։ Լավ ժամանակ է նպատակներ դնելու, աշխատանքի ծրագրեր կազմելու ու հարաբերությունները կարգավորելու համար։ Էներգիան շատ է, բայց մի չափազանցեք, որ չհոգնեք։ Ֆինանսները կամաց-կամաց լավանում են, իսկ սիրո մեջ կարող է լինել նոր հանդիպում կամ հարաբերությունների զարգացում։ Մարտը դա մայիսի 10-ից մինչև ապրիլի 8-ն է։ Մարտին կզգաք ավելի շատ վստահություն ու գործողության ցանկություն։ Լավ ժամանակ է կարևոր որոշումներ կայացնելու, բանակցելու ու նոր գործեր սկսելու համար։ Հնարավոր են փոփոխություններ աշխատանքում կամ նոր ծանոթություններ։ Կարևոր է ունենալ հստակ պլան ու չտրվել զգացմունքներին։ Անձնական կյանքում կցանկանաք կայունություն։ Պետք է հավասարակշռություն գտնել ազատության ու կապվածության միջև։ Ապրիլ ամիսը դա ապրիլի 9-ից մինչև մայիսի 7-ն է։ Ապրիլը կբերի ակտիվ միջոցառումներ և անուն ստեղծելու հնարավորություններ։ Շները կարող են ակնկալել ճանաչում իրենց նվաճումների համար կամ հետաքրքիր առաջարկներ կստանաք։ Ֆինանսական առումով ամիսը բարենպաստ է հատկապես նրանց համար, ովքեր քրտնաջան աշխատել են նախորդ շրջանի կամ նախորդ ամիսների ընթացքում։ Այնուամենայնիվ զգուշ փաստաթղթեր ստորագրելիս, փոքր մանրամասները շատ կարևոր են։ Սերը կբերի պարզություն և ազնվություն և ընտանիքը կվայելի խաղաղ ներդաշնակություն։ Մայիսը դա մայիսի 8-ից մինչև հունիսի 5-ն է։ Մայիսը կլինի շփումներով ու շարժումով լի։ Կարող եք նոր խմբի մեջ մտնել կամ մասնակցել համատեղ նախագծի։ Կարևոր է խուսափել կոնֆլիկտներից։ Դիվանագիտությունը շատ կօգնի այդ հարցում։ Ֆինանսները կարող են մի քիչ տատանվել, բայց ամսվա վերջում կկայունանան։ Անձնական կյանքում ռոմանտիկ տրամադրություն ու հաճելի խոսքեր կլսեք։ Հունիսը դա հունիսի 6-ից մինչև հուլիսի 5-ն է։ Հունիսը կբերի նոր էներգիա ու թարմացում։ Լավ ժամանակ է սովորելու, զարգանալու ու կապերը ուժեղացնելու համար։ Հնարավոր է հաջողություն բանակցություններում կամ աշխատանքում առաջխաղացում։ Ֆինանսները կսկսեն աճել, եթե խելամիտ մոտենաք։ Հարաբերություններում պետք է խուսափել խանդից, որ չփչացնի ձեր ստեղծած ներդաշնակությունը։ Հուլիսը դա հուլիսի 6-ից մինչև օգոստոսի 3-ն է։ Հուլիսը կբերի նոր խնդիրներ, որոնք պահանջում են ուշադրություն։
Շները կարող են ցույց տալ իրենց առաջնորդի ունակությունները եւ շահել ղեկավարների վստահությունը։ Ֆինանսները կայուն են, հնարավոր են նաեւ հաճելի բոնուսներ։ Սիրո մեջ հարաբերությունների ամրացում կամ անկեղծ խոսակցություն կլինի, որը կվերադարձնի տան կամ հարաբերությունների ներդաշնակությունը։ Ուշադրություն դարձրեք առողջությանը, հատկապես էներգիային ու քնին։ Օգոստոսը դա օգոստոսի 4-ից մինչև սեպտեմբերի 1-ն է։ Օգոստոսը կապված է ներքին աճի հետ։ Կարող եք մտածել փոփոխությունների մասին, աշխատանք փոխել, տեղափոխվել կամ նոր գործ սկսել։ Լսեք ձեր ներքին ձայնին, բայց մի շտապեք։ Ֆինանսները կայուն են, ընտանիքում խաղաղության ու փոխըմբռնում։ Միայնակ շները կարող են ծանոթանալ մեկի հետ, ով իրենց նման արժեքներ ունի։ Սեպտեմբերը դա սեպտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 1-ն է։ Սեպտեմբերը կբերի ոգեշնչում ու վստահություն։ Լավ ժամանակ է ձեր գաղափարները առաջ տանելու, սովորելու կամ ստեղծագործելու համար։ Հաջողությունը կլինի նրանց հետ, ովքեր ակտիվ են ու չեն վախենում նախաձեռնություն ցուցաբերել։ Ֆինանսները կարող են աճել, բայց պետք է խուսափել շատ ծախսելուց։ Հարաբերություններում ջերմություն ու աջակցություն կլինի, հատկապես հին ընկերներից։ Հոկտեմբերը դա հոկտեմբերի 2-ից մինչև 30-ն է։ Հոկտեմբերը կպահանջի ուշադրություն եւ զգոնություն։ Հնարավոր են անսպասելի որոշումներ կամ փոփոխություններ աշխատանքային գործընթացներում։ Մի ընդունեք հապճեպ որոշումներ, ավելի լավ է սպասել ճիշտ պահին։ Ֆինանսների հարցում ռիսկի մի դիմեք, վարկերի կամ պարտքերի հետ։ Անձնական կյանքում կարող են կրկին առաջանալ հին թյուրըմբռնումները, բայց անկեղծ զրույցը կօգնի ամեն ինչ կարգավորել։ Կարևոր է չլինել համառ եւ պատրաստ լինել փոխզիջման։ Նոյեմբերը դա հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 28-ն է։ Նոյեմբերը կբերի հանգստություն եւ վստահության զգացում։ Շան նշանի ներկայացուցիչները կկարողանան տեսնել իրենց աշխատանքի արդյունքները եւ գնահատել առաջընթացը։ Ֆինանսական առումով ամիսը կայուն է, բայց ավելի լավ է խուսափել ավելորդ ծախսերից։ Անձնական կյանքում սկսվում է ջերմության եւ հարմարավետության շրջան, հատկապես նրանց համար, ովքեր երկար ժամանակ փորձում էին հավասարակշռություն գտնել աշխատանքի եւ ընտանիքի միջեւ։ Դեկտեմբերը դա նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 27-ն է։ Իհարկե ավարտվում է, մոտենում է իհարկե ձիու տարվա ավարտը։ Շնորհակալության եւ արդյունքների ամփոփման զգացում կունենաք։ Դեկտեմբերին շան նշանի ներկայացուցիչները կզգան բավարարվածություն իրենց ձեռքբերումներից։ Կարելի է թույլ տալ հանգստանաք եւ մի փոքր առանձնանաք բոլորից։ Ֆինանսական առումով ամեն ինչ կայուն է, իսկ սիրո մեջ խորը կապի եւ փոխըմբռնման զգացում կունենաք։ Այս ամիսը ավարտում է տարին ներդաշնակության եւ ապագայի հանդեպ վստահության զգացումով։ Ինչը հաջողություն կբերի շներին 2026 թվականին։ 2026 թվականին, երբ իշխում է կարմիր ձին, հաջողությունը կուղեկցի այն շներին, ովքեր գործում են վճռական եւ չեն վախենում փոփոխություններից։ Ձեր հաջողակ թվերն են 2, 5 եւ 8։ Դրանք կդառնան ներդաշնակության եւ հաջողության բանալիները։ Հնարավոր է, որ հենց 258 համարով տոմսը ձեզ բերի կարևոր հանդիպման, իսկ 82 համարով տունը դառնա այն վայրը, որտեղ կսկսվի ձեր կյանքի նոր փուլը։ 2026 թվականին ձեզ համար հաջողակ գույներն են կապույտը, տերակոտան եւ ոսկե գույնը։ Այս գույները կաջակցեն ձեր էներգիային, կուժեղացնեն ինքնավստահությունը եւ կձգեն բարենպաստ հանգամանքներ։ Կապույտ աքսեսուարը կօգնի պահպանել հանգստություն բարդ իրավիճակներում։ Տաք տերակոտա գույնը կհաղորդի ներքին ուժ, իսկ ոսկե գույն տարրը հագուստում կընդգծեն ձեր գրավչությունն ու վստահությունը։ Այս տարի հաջողության ուղղություններն են հյուսիս-արևելքը եւ հարավ-արևելքը։ Եթե ցանկանում եք ուժեղացնել հաջողության հոսքը, աշխատասեղանը տեղադրեք այնպես, որ այն նայի դեպի հյուսիս-արևելք։ Այդպես դուք կակտիվացնեք կայունության եւ կենտրոնացման էներգիաները։ Զարդարեք ձեր տարածքը ծաղիկներով, հատկապես պիոններով կամ երիցուկներով, որպեսզի ձեր առօրյա կյանքում ներգրավեք ներշնչանք եւ ներդաշնակություն։ Ինչը անհաջողություններ կարող է բերել շներին 2026 թվականին։ Թեև 2026 թվականը ընդհանուր առմամբ բարենպաստ է ձեզ համար, իհարկե ձեզ խորհուրդ է տրվում զգուշություն ցուցաբերել փետրվար, հունիս եւ նոյեմբեր ամիսներին։
Այս ամիսները կարող են բերել իրավիճակներ, որտեղ անհրաժեշտ կլինի ավելի շատ համբերություն և ուշադրություն մանրուքներում։ Խուսափեք շտապելուց և մի ընդունեք կարևոր որոշումներ զգացմունքների, էմոցիաների ազդեցության տակ, հատկապես գործնական և ֆինանսական հարցերում։ 2026 թվականին ձեզ համար ոչ բարենպաստ գույներն են համարվում մոխրագույնը և բաց դեղինը, դրանք կարող են թուլացնել ներքին էներգիան և նվազեցնել ինքնավստահությունը։ Ավելի լավ է դրանք փոխարինել հագեցած բնական գույներով, դրանք կօգնեն ձեզ պահպանել հավասարակշռությունը և գործել վստահությամբ։ Նաև 3 և 9 թվերը կարող են ժամանակավորապես բերել անկայունություն, օգտագործեք դրանք զգուշությամբ, հատկապես ֆինանսական հարցերում։ Տարվա համար ոչ բարենպաստ ուղղությունը արևմուտքն է, եթե հնարավոր է մի տեղադրեք մահճակալը կամ աշխատասեղանը այդ ուղղությամբ, հատկապես այն ժամանակահատվածում, երբ զգում եք հոգնածություն։ Սա կօգնի պահպանել ներքին ներդաշնակությունը և խուսափել ավելորդ լարվածությունից։ Թող ձիու տարին անցնի ձեզ համար իմաստությամբ, վստահությամբ և ճիշտ ընտրություններով լի ճանապարհով։ Լավագույն սիրային համատեղելիությունը ձեզ համար 2026 թվականին, երբ իշխում է կարմիր ձիու էներգիան։ Ձեր սրտերը հատկապես բաց կլինեն նոր զգացմունքների համար։ Այս տարին խոստանում է գեղեցիկ և ոգեշնչող հարաբերություններ վագրի, այծի և ձիու նշանի ներկայացուցիչների հետ։ Այս հարաբերությունները կբերեն ջերմություն, աջակցություն և առաջ շարժվելու զգացում։ Եթե դուք միայնակ եք, բաց մի թողեք հնարավորությունը ծանոթանալու հենց այս նշանների մարդկանց հետ։ Ճակատագիրը կարող է ձեզ հանդիպեցնել ամենաանսպասելի վայրերում՝ ցուցահանդեսում, ճանապարհորդության ընթացքում կամ որևէ ընդհանուր նախագծի ժամանակ։ Եթե արդեն հարաբերությունների մեջ եք վագրի, այծի կամ ձիու նշանի հետ, ապա 2026 թվականը խոստանում է զգացմունքների ներդաշնակ զարգացում։ Երկնային ուղղություն աստղի ազդեցության տակ դուք կկարողանաք ոչ միայն ամրապնդել կապը, այլ նաև բացահայտել ձեր զուգընկերոջ նոր կողմերը։ Հնարավոր է, որ հենց այս տարի սկսվեն համատեղ ծրագրեր, լինի դա վերանորոգում, տեղափոխություն, ճանապարհորդության պլանավորում կամ նույնիսկ ամուսնություն։ Վագրերը այս տարի կդառնան ձեզ համար ներշնչանքի և վստահության աղբյուր։ Նրանց կողքին դուք կզգաք, որ կարող եք ավելին։ Այծերը կբերեն քնքշություն, համբերություն և հոգևոր հարմարավետություն։ Նրանց հոգատարությունը կօգնի ձեզ զգալ անվտանգ։ Իսկ ձիերը, տարվելով նույն տարերքով, կարթնացնեն ձեր մեջ կիրք և արկածախնդրություն, հրավիրելով նոր տպավորությունների և կյանքի բացահայտումների։ Ամենաբարդ սիրային համատեղելիությունը ձեզ համար 2026 թվականին։ Ձեզ խորհուրդ է տրվում զգուշություն ցուցաբերել վիշապի և ցուլի հետ հարաբերություններում։ Այս նշանները կարող են առաջացնել ներքին լարվածություն և բերել թյուր ըմբռնումների։ Կյանքի առաջնահերթությունների տարբերությունը կարող է հանգեցնել վեճերի կամ հեռավորության զգացման, սակայն նույնիսկ նման հարաբերությունները կարող են դառնալ ամուր, եթե երկու կողմն էլ պատրաստ լինի փոխզիջումների։ Եթե դուք արդեն հարաբերությունների մեջ եք վիշապի հետ, հիշեք, որ նրա վճռականությունը երբեմն կարող է ընկալվել որպես ճնշում։ Տվեք նրան ինքնարտահայտվելու հնարավորություն, միաժամանակ պահպանելով ձեր ներքին հավասարակշռությունը։ Ցուլի հետ հարաբերություններում կարող են խնդիրներ առաջանալ կյանքի տարբեր ռիթմերի պատճառով։ Այդտեղ պետք է հասկանալ, որ տարվա ծնված ցուլերի մասին է խոսքը։ Դուք ձգտում եք փոփոխությունների, իսկ նա կայունության։ Փորձեք գտնել ոսկե միջինը։ Երբեմն թող հաղթի ձեր ակտիվությունը, իսկ երբեմն նրա հանգստությունը։ Այդ դեպքում նույնիսկ բարդ հարաբերությունները կարող է դառնան կայուն և իմաստալից։ Երբ պետք է կարևոր փոփոխություններ անեք 2026 թվականին ձեր կյանքում։ 2026 թվականին շները պետք է գործեն համարձակ ու վճռական, քանի որ կարմիր ձիու էներգիան կաջակցի նրանց, ովքեր չեն վախենում առաջ քայլ անել։ Լուրջ փոփոխությունների համար ամենահաջող ամիսները կլինեն մարտը, հուլիսը և հոկտեմբերը։ Հենց այս ամիսները կբերեն հնարավորությունների և ներքին վստահության ներդաշնակ համադրություն։ Մարտը, որը լի է նոր կյանքի էներգիայով, ձեզ հնարավորություն կտա սկսել նոր էջից։ Եթե մտածում եք մասնագիտություն փոխելու, աշխատանքը փոխելու կամ սեփական նախագիծ սկսելու մասին, այս ժամանակահատվածը իդեալական է մեկնարկի համար։
Ձեր համառությունը և սկսածը մինչև վերջ հասցնելու ունակությունը կօգնեն արագ հասնել արդյունքի։ Հուլիսը կբերի մտածողության հստակություն և ներքին հավասարակշռության զգացում։ Սա ճիշտ ժամանակն է պատասխանատու որոշումներ ընդունելու, ֆինանսները պլանավորելու և մասնագիտական դիրքերը ամրապնդելու համար։ Եթե վաղուց եք երազում առաջխաղացման, նոր ոլորտ տեղափոխվելու կամ բիզնես սկսելու մասին, գործեք վստահ, աստղերը կաջակցեն ձեզ։ Ձեր քայլին հատկապես ընտաղունեք աջակցող աստղ, արդեն ասացի այդ մասին։ Հոկտեմբերը կլինի վերաիմաստավորման ժամանակ։ Սա այն ամիսն է, երբ պետք է մի պահ կանգ առնել, գնահատել ձեռքբերումները և ձևավորել նոր նպատակներ։ Հնարավոր է, որ ստանաք առաջարկ, որը կփոխի ձեր սովորական կյանքի ընթացքը, կամ որոշեք ամրապնդել անձնական հարաբերությունները, հիմք ստեղծելով հաջորդ տարվա կայունության համար։ Հիշեք, որ 2026 թվականը շարժման տարի է և նույնիսկ փոքր քայլերը դեպի փոփոխություն կարող են բերել մեծ արդյունքների։ Ամենակարևորը վստահել ներքին զգացողություններին և չկորցնել այն պահը, երբ հնարավորությունները համընկնում են ձեր գործողության պատրաստակամության հետ։ Հնարավոր դժվարություններ անձնական և գործնական կյանքում 2026 թվականին։ 2026 թվականին կոտրված դանակ աստղը կարող է բերել զգացմունքային անկայունություն անձնական կյանքում։ Շան նշանի ներկայացուցիչները պետք է ուշադրություն դարձնեն ներքին հանգստությանը և չթողնեն, որ անհանգստությունները գերակշռեն։ Հնարավոր են անհանգստության պահեր կապված առողջության հետ, ինչպես սեփական, այնպես էլ հարազատների։ Անհանգստությունը հաղթահարելու լավագույն միջոցը ակտիվությունն ու սեփական անձի հանդեպ հոգատարությունն է, հատկապես զբոսանքների, հոբիների և հանգստի միջոցով։ Մասնագիտական ոլորտում թռչող սուր աստղի ազդեցությունը կարող է արտահայտվել մրցակցության աճով և ղեկավարության կողմից պահանջների ավելացմամբ։ Հնարավոր է, որ զգաք ձեզանից ավելի շատ են սպասում, քան նախկինում։ Սակայն հենց այս փորձությունների միջոցով կբացահայտվեն ձեր լավագույն հատկությունները՝ համառությունը, գործին նվիրվածությունը և ճնշման տակ սառնասրտորեն գործելու կարողությունը։ Ֆինանսական ոլորտում պետք է լինել զգույշ։ Փոքր կորուստներ աստղը նախազգուշացնում է անհաջող ներդրումների կամ խաբուսիկ առաջարկների հնարավորության մասին։ Խուսափեք հապճեպ որոշումներից և կասկածելի գործարքներից, հատկապես տարվա երկրորդ կեսում։ Եթե պահպանեք զգուշությունն ու ներքին չափի զգացումը, կկարողանաք պահել կայուն վիճակը և խուսափել ավելորդ կորուստներից։ Իսկ հիմա կխոսենք այն մասին, եթե դուք ծնվել եք շան տարում, բայց ամսով խոյ եք, ցուլ, եկվորյակ և այլն։ Շուն, խոյ։ Ձեր համառությունն ու անզիջող առաջ գնալու ձգտումը 2026 թվականին կհասնեն շատ բարձր մակարդակի։ Սովորեք երբեմն դանդաղել և հիշեք, որ ամբողջ աշխարհը պարտավոր չէ շարժվել ձեր նույն արագությամբ։ Ավելի համբերատար եղեք նրանց հանդեպ, ովքեր չեն հասցնում ձեզ։ Շուն, ցուլ։ Ցուլերը ամբողջ տարվա ընթացքում կլինեն լարված վիճակում։ Իրադարձությունները շատ արագ կզարգանան, մինչդեռ ձեր հոգին կցանկանա հանգստություն և կայունություն։ Ձեր անհանգստությունները իրական հիմք չունեն, հիշեք դա։ Կարևորը ոչ թե փոփոխությունների արագությունն է, այլ ձեր պատրաստ լինելը դրանք ընդունելու։ Շուն, եկվորյակ։ Եկվորյակների համար այս տարին կանցնի շատ թեթև և արագ։ Անհանգստանալու պատճառները քիչ կլինեն, այնպես որ վայելեք ընթացքը, բայց մի մոռացեք վերահսկել իրավիճակը։ Իմպրովիզացիան այս շրջանում կարող է լավ արդյունքներ տալ։ Մի կանգնեք տեղում, շարժվեք առաջ։ Շուն, խեցգետին։ Խեցգետինները այս կրակեզիու ժամանակ կլինեն ավելի զգացմունքային և կփնտրեն նոր տպավորություններ։ Նույնիսկ հանգիստ երեկոն կարող է վերածվել արկածի։ Փորձեք գտնել հավասարակշռություն արագության և զգուշության միջև։ Շուն, առյուծ։ Առյուծների համար այս տարին բացելու են մեծ հնարավորություններ և մտածելու համար շատ ժամանակ չի լինի։ Եթե ուզում եք հասնել ճանաչման, գործեք արագ և վստահ։ Ինքներդ ձեզ վրա մի կասկածեք։ Հաջողության համար երբեմն պետք է նաև ռիսկի դիմել։ Շուն, կույս։ Կույսերը կլինեն շատ վճռական և կտրուկ։ Ձեր նպատակասլացությունը կնկատեն բոլորը։ Ոչ բոլորը կկարողանան պահել ձեր տեմպը, բայց դա չպետք է ձեզ կանգնեցնի։ Հարգեք ինքներդ ձեզ և նույնը պահանջեք ուրիշներից։
Շուն կշեռք։ Կշեռքները այս տարի կարող են անսպասելիորեն առաջ անցնել եւ դառնալ հաջողության առաջատար։ Կարող է թվալ, որ բոլորը պետք է հիանան ձեզանով, բայց մի մոռացեք, չափազանց ինքնավստահությունը միշտ լավ չի ընդունվում։ Հիշեք, որ հաջողությունը հարաբերական է։ Շուն կարիճ։ Կարիճները տարվա սկզբից ակտիվորեն կսկսեն գործել, կլինեն գայթակղություններ շեղվելու ճանապարհից, բայց դուք կպահպանեք ձեր կամքը ու ձեր հաստատակամությունը անպայման արդյունք կտա։ Համառ մարդիկ կարող են մեծ հաջողությունների հասնել։ Շուն աղեղնավոր։ Աղեղնավորների համար այս տարին շատ ակտիվ կլինի։ Պետք է արագ որոշումներ կայացնեք կարևոր հարցերում, եւ դա կբերի լարվածություն, բայց սա նաեւ առաջընթացի շրջան է։ Մի կենտրոնացեք խոչընդոտների վրա, փորձեք դրանք արագ հաղթահարել։ Շուն այծեղջյուր։ Այծեղջյուրները 2026 թվականին կարող են հանդիպել իրենց անցյալից ինչ-որ մի մարդու։ Նա, ում հետ արդեն կապը ավարտվել էր, կարող է նորից հայտնվել ձեր կյանքում։ Ինչ զգացմունքները կարող են կրկին վերադառնալ։ Մի մոռացեք անցյալի դասերը, բայց միևնույն ժամանակ բաց եղեք ապագայի համար։ Շուն ջրհոս։ Ջրհոսները այս տարի կզգան իրենց ազատ եւ անկախ։ Դուք չեք ցանկանա հետևել ուրիշների կանոններին։ Ձեր ուշադրությունը կլինի ձեր սեփական ճանապարհը գտնելու վրա։ Ավելի հաճախ լսեք ձեր ներքին ձայնին։ Շուն ձկներ։ Ձկները ամբողջ տարվա ընթացքում կփորձեն հարմարվել իրավիճակներին եւ հաղթահարել դժվարությունները։ Դեկտեմբերի վերջում կարող եք ստանալ հաճելի անակնկալ։ Թող դա լինի անսպասելի ուրախություն, բայց հիշեք, նույնիսկ արագ փոփոխությունների ժամանակ պետք չէ կորցնել ինքնակառավարումը։